Շատ կարևոր է, որ անձը գիտակցի իր տարիքը, որտեղ տարիքը ենթադրում է պատասխանատվություն։ Անձը, ով ունի հուզական շատ բուռն իմպուլսիվ արձագանք, որ դա բնորոշ է 2-3 տարեկան երեխային։ Կապրիզներ։ Հետո ինչ որ նա շատ լուրջ վիճակով է, բայց իր վարքը, իր իմպուլսիվությունը չի խոսում իր հասունության մասին։ Խորքը գնա։ Կանանք ովքեր են այն մարդիկ, ովքեր հոգեբանորեն իրենց տարիքին չեն համապատասխանում։ Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց տարիքից բխող պատասխանատվությունները չեն ստանձնում։ Եթե անձը ինքը գիտակցում է, որ ես ամուսնացած եմ, սա իմ ընտանեկան գործառույթներն են, սա իմ երեխաներն են, սա իմ կնոջ դերն է, սա իմ մոր դերն է, եւ լիարժեք ընդունելով այդ գործառույթները ներգրաված է այդ process-ում, եւ ինքը հաշտ է, կոնֆլիկտ չունի սոցիալիզացիայի հետ, սովորաբար այս ինֆանտիլությունը, ոչ հասունությունը բնորոշ է այն երեխաներին, ովքեր շատ ունեցել են կանխարգելիչ վարք ունեցող ծնողներ, ովքեր կարծես խանգարում են, որ երեխայի դիմադրողականությունը ստրեսներին, կյանքի դժվարություններին ձևավորվի։ Եվ այդ երեխաները մեծանում են պատրաստ չլինելով կյանքի մարտահրավերներին եւ հուզականորեն ոչ ստաբիլ են, անընդհատ կախված են մեկ այլ անձի եւ երբեմն ներողություն, պատասխանատվություն ասելով մենք վախենում ենք, դա մեզ համար ասոցիացիա է բերում պարտականություն, բայց պատասխանատվությունը դա նշանակում է իրավունք, որոշում կայացնելու, ընտրություն կատարելու, այս սա է հոգեբանական հասունությունը։ Մենք կարող ենք տեսնել շատ լուրջ դեմքով երիտասարդի, ով ամուսնացել է, ունի երեխաներ, բայց չի պատրաստվում հոգ տանել իր երեխաների համար։ Այս սա է, որ անձը չի գիտակցում իր պատասխանատվությունը, չի գիտակցում իր դերային գործառույթները։ Հասունությունը սկսվում է այո բիոլոգիայով, ֆիզիոլոգիայով, բայց վերջանում է սոցիոլոգիայով, այսինքն անձը պատրաստ է մտնել սոցիալական դաշտ, սոցիալական հարաբերություններ կիրառել։